Ողջույն Ժողովուրդ ջան, ողջույն սիրելի ընկերներ, հայրենակիցներ, ես ուզում եմ նախ եւ առաջ ողջունել բոլոր նրանց, ովքեր մշտապես դիտում, կիսում, տարածում են իմ եթերները, առանձնահատուկ շնորհակալություն թե Facebook-յան մշտական հետևորդներին, թե YouTube-յան մշտական հետևորդներին, թե նրանց, ովքեր ակտիվ են իրենց մեկնաբանություններով, ընդ որում ես ցանկանում եմ այսօր նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կարողանում են հակադրվել, բայց ճիշտ հարցերը կուլտուրական ձևակերպելով։ Այսինքն մենք պիտի սովորենք հակադրվելուց կամ քննադատելուց ձևակերպել հարց, որովհետև այդ հարցերը պիտի ունենան պատասխաններ։ Մենք հանրությունն ենք ու մենք պիտի շփվենք բոլորս իրար հետ։ Ինչը ցավոք սրտի չկամեցավ հայ առաքելական Սուրբ եկեղեցին քանդող կամ քանդել փորձող Ոմն Կտրիչ Ներսիսյան, դե երևի հասկանում եք, որ թեման մոտավորապես այդ ուղղությունով է գնալու, բայց ուզում եմ նաև այս եթերով անդրադառնալ հաճախ հնչող թեզերին տարբեր կայքերում, հեռուստաալիքներում, չգիտես, տարբեր անձանց շուրթերից եւ այլն։ Եվ խոսքս կսկսեմ թերևս երեկվա հանրային բանավեճից մի հատվածից, որը երեք չհասցրեցի եթերում անդրադառնալ, դա հետեւյալն էր, որ ու այդ թեզը ոչ միայն հանրայինով է հնչում, այլ նաև տարբեր կայքերով, թե բա շատ ախմախ թեզ է իմիջայլոց, ամենիշն ախմախ, բայց պիտի պարզաբանենք, որովհետև շատ թեզեր, երբ որ օրական 1000 անգամ մարդը կարող է տեսնի տարբեր կայքերի միջոցով, տարբեր հեռուստատեսություններով, կարա իր մոտ դա հիմնավորվի մտածելակերպ որպես։ Եվ դրան էլ հենց ձգտում են հենց մեդիա պատերազմը, մեդիա բուլինգը դրա մասին է։ Մի հատ արտահայտություն հնչեց, որը շատ ծիծաղելի էր, շատ ծիծաղելի, ասում է, բա ոնց է Հռոմի Պապը բանա Թրամփին ու Պուտինին հրավիրում իր մոտ երկխոսության, բայց դա քաղաքականությամբ զբաղվել չի։ Դուք նայեք ուր են հասել, ընդ որում սա ասում է մտավորական հանդիսացող անձնավորությունը, ով կարծես թե բանաստեղծ է։ Ու ստեղից էլ հենց սկսենք, որովհետև հայկական իրականությունը այդ ամեն ինչից հեռու չի։ Նախ ասեմ, որ Հռոմի Պապը նաև միապետ է, այսինքն Վատիկանի ղեկավարն է հանդիսանում։ Վատիկանը ինքը աշխարհիկ պետություն չի, դրա ղեկավարը հանդիսանում է հոգևոր առաջնորդը։ Սա այսպես։ Բնականաբար որոշակիորեն այո քաղաքականությամբ կարող է զբաղվել։ 1. Երկրորդ, հրավիրել երկու կողմերին իր մոտ նստել եւ հաշտության եզրեր փնտրել, սա քաղաքականության մասին չի, սա աշխարհքաղաքականությունն է, որտեղ որ Հռոմի Պապը օգտագործելով իր հեղինակությունը հաշտության մասին հրավիրում է երկու կողմերին։ Հուսամ հասկացաք շեշտադրումները ներող Քանի որ ընդհատվում է, ձայնը մի հատ կորում է, եկեք մի հատ ստուգենք ձայնը տեղում է ու շարունակենք ընդհատված տեղից միտքը։ Ձայնը նորմալ է, ժողովուրդ ջան։ Բարի երեկո բոլորին, բարի երեկո բոլոր նոր միացածներին։ Տեսեք։ Գարեգին Բես քանդողիկոսը, որ նույնն է թե Կտրիչ Ներսիսյանը, նա այլևս երբեք չի հանդիսանալու իմ կաթողիկոսը, դա ցավալի փաստ է։ 28 տարի պարզվում է, որ մենք չենք ունեցել կաթողիկոս ու սրա շուրջ պետք է լրջագույնս խորհենք ու փոփոխությունները կարող են շատ բարդ ընթանալ, բայց այնուամենայնիվ դրան պետք է գնալ այո։ Հիմի ասենք օրինակ, լավ, քանի հանդիսանում էր կաթողիկոս։ Այս կաթողիկոս կոչեցյալը ու մասին նոր չի որ սկսել ենք խոսել 44-օրյա պատերազմից հետո, երբ երկրի ներսում այն իրավիճակներ, որի միջով բոլորս ենք անցել Նա, եթե ուզում ենք Հռոմի Պապի հետ համեմատենք, ապա պիտի բոլոր կողմերին մի սեղանի շուրջ նստելու կոչով հանդես գար։ Հանրային համերաշխության կոչով պիտի հանդես գար եւ ոչ թե երկիմաստ հայտարարություններ աներ համախմբվածության մասին, որը կարելի է կարդալ համախմբվածություն պետության դեմ։ Հասկանում ենք, այստեղ է խնդիրը։ Սա մեկ խնդիր, այնպես որ այդ Հռոմի Պապի թեզը տարեք ու մի բան արեք, մի խոսքով, կամ սկսեք ճանաչել աշխարհը, սկսեք լսել։ Ես խոսակցությունների մեջ անկեղծ եմ ասում, չեմ ցանկանում թշնամիներ փնտրել։ Չնայած նրանք անընդհատ հայտնվում են իմ կյանքում ու հայտնվում են հենց թշնամաբար տրամադրված, նրանցից մեծ մասին հնարավոր է դառնում բացատրել որոշ բաներ, մեծ մասին այդպես էլ հնարավոր չի դառնում։ Հա, իմիջայլոց YouTube-ում մի տեսանյութ է պատտվում, մի ապուշը կա, քիչ որ ասել է, մարդը պայմանավորվում է հանդիպենք տաղավարի բազարանենք, մյուս կողմից քալմասից ինձ զանգարինում։ Հիմա եկել գցելա կայքերում, թե իբր տեսեք, ես եկել եմ գնելը չկա։ Բայց դրա մասին նյութ առանձին եմ պատրաստելու, վաղը երևի ու կտեղադրեմ
բոլորին ըմբռնելի կլինի, ինչն ինչոց է, համել կծանոթանաք Գյումրիում բնակվող ոմն ամբարոյական զավակի հետ։ Հիմա առաջանանք։ Քանի որ տրամադրված չեմ բերանս կեղտոտել, հատկապես որ այս թեման ենք քննարկում։ Նայում ենք համացանցում շատ ինչ-որ քահանաներ, սրանց կից կամ սրանց հետ մտերմիկ հարաբերությունների մեջ թեկուզ ընկերական մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող երկիչ դերասան ու չգիտեմ իրավաբան փաստաբաններ ամեն մեկը ինչ ուզում ասում է։ Օրինակ, այսօր շատ տարածած Նազենի Հովհաննիսյանի լացակումած եթերը, թե գիտեք մարդ են, չէ որ վերջի վերջում մարդ են եւ դա կարող է սխալվել եւ այլն։ Նազենին ասեմ, որ այո, այն որ մարդ են ու մարդը կարող է սխալվի, դրա մասին ոչ ոք չի խոսում։ Դրա մասին չի թեման։ Եվ այս մենտալիտետը, այս խոսույթը առաջ տանելու տանողներին եմ սա ասում։ Խնդիրը հետեւյալում է, որ հայր սուրբ երբ որ ասում ենք կամ սրբազան հայր երբ որ ասում ենք, մենք պիտի իմանանք դա ում ենք ասում։ Պիտի իմանանք, որ դա մեզանից մեկը չի։ Դա հայր սուրբ կամ սրբազան հայրը, ով ուղիղ Աստծու հետ ուխտ ունի կապած ու իր կյանքը նվիրել է այդ ամեն ինչին։ Դրա համար նրանք ասում ենք Աստված օգնական։ Սա պիտի դուք հասկանաք։ Եվ կան սխալներ, այո, կաթողիկոսը կամ սրբազանը կարող են սխալվել։ Դրա համար եկեղեցու կանոնադրությունը այլ բան է ասում, որ սխալվելու պարագայում ու այնտեղ շարադրում է։ Մենք չենք ասում, որ այդ սխալը գործել է, ուրեմն վառենք, կախենք, չգիտեմ ինչ անենք, բացարձակ։ Ոչ, մենք այդ սխալի պարագայում դու չես կարող արդեն լինել առավել եւս որ այդ սխալը շարունակաբար հետևանքներ ունի։ Հասկանում եք թե ոչ, փորձեք այս տարական բանը ըմբռնել, հետո նոր մարդկանց մոլորեցնել ձեր կոկորտիլոսի արդյունքներով։ Հետո մյուս հարցը, իսկ դուք պատարակների մասնակցում եք, իսկ դուք հավատացյալ եք եկեղեցու, իսկ դուք Աստվածաշունչ կարդացել թե չեք կարդացել, իսկ դուք բանը Հիսուսին հավատում, լսեք։ Անկամ այս ամեն ինչի բացակայության դեպքում, բացակայությունը եթե կա, դա նույնպես եկեղեցու վատ կառավարման արդյունք է։ Վատ կառավարման։ Մեկը իմ ընկերներից ինձ հարցնում էր, ասում է, իսկ դու երբևէ գնացել ես բանի խոստովանության։ Ասում եմ, բնականաբար ոչ։ Կարող է մարդիկ գնում են խոստովանության չհասկանալով հետո ինչ հետևանքներ կարող են լինել, ցավոք սրտի։ Ես չեմ գնում, ես եկեղեցի խոստովանության տերտերի միջոցով չեմ անում, ես գնում եմ եկեղեցի այն անկյունի վրա մոմս վառում եմ, գիտակցաբար, մինչև հոգուս խորքը գիտակցաբար, որ որտեղ եմ ես սխալ բան արել, իհարկե մտումնավոր չես անում սխալները, պատահում է։ Ես իմ ասուց ուղիղ ներողություն եմ խնդրում ու շնորհակալություն եմ հայտնում, գոհունակությունս եմ հայտնում ամեն ինչի համար։ Որովհետև այո, հավատացյալ հանրությունը, հատկապես կանայք, թիրախավորված են եւ նրանք օգտագործում են։ Ես բազմիցս եմ սա ասել։ Մարդիկ երբ որ գնում են, ես չեմ ասում մի գնացեք խոստովանության Տեր հայրի մոտ կամ եւ այլն, բացարձակ հարգելիներս հանգած խնդրում եմ այսպեսի բաներ, բայց քանի որ որոշակիորեն ներսից անձերով ոչ թե եկեղեցուն չի վերաբերում, անձերի բաղում կեղտոտված է մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին, ես այդ հավելյալ զգուշավորությունը բնականաբար պահում եմ։ Առավել եւս որ գիտեմ, որ այո, մարդիկ երբ գնում են խոստովանության չիմանալով ու մոտ են գնում, այդ խոստովանությունը դա ինֆորմացիա թե քո միջավայրի մասին, որը ինչ որ պահի կարա օգտագործվի քո դեմ որպես կոմպրոմատ, ինչը արդեն հանցագործություն է։ Իսկ կանանց, օրինակ տղամարդկանց առումով մի քիչ չէ դա, տղամարդը կարա մի օր գժվի, գնա մի հատ բզի բերնին վերջացնի, բայց կանանց առումով շատ քիչ կանայք են, որ կգան իրենց ամուսնուն կամ իրենց հորը կամ իրենց եղբորը կասեն, որ իրենց դեմ ինչ որ կոմպրոմատ են օգտագործում։ Լավ իմանալով, որ այդ տղամարդիկ կգնան ու վրեժ խնդիր կլինեն։ Ուստի ավելի են խրվում այդ ճահիճի մեջ։ Եվ այո, նրանք թիրախավորված են։ Եվ այո, հայ առաքելական եկեղեցու գրեթե բոլոր եկեղեցիներում խոշոր քիմ մաքրում է պետք, բայց այդ քիմ մաքրումը կանի նոր կաթողիկոսը, կանի նոր հոգևոր խորհուրդը, նոր պայմաններով, նոր ամեն ինչով։ Ընդհուպ միջև տոկոսով փողեր ֆռցնելու մասին է խոսքը։ Էլ ինչի մասին ասեք։ Քահանաները նեղվել են չուլանացված բառից։ Ես եթերներից մեկում ասացի,
Իսկ ինչ կասեք, երբ որ ասենք որոշ եկեղեցիներ հենց տարածքները պոռնոկատան եք վերածել։ Իսկ դուք չգիտեք, որ մի բան երբ որ ասում ենք, դրա տակը շատ շերտերով պատասխաններ կան։ Եվ այո, այսօր այդ հարցը որ բարձրացնում է օրինակ Հովիկ Աղազարյանը, թե բա որտեղից ենք ճարելու բան, ասեմ, նախ կան այդպիսիք ու ինչ որ մենք խոսում ենք բոլորին չի վերաբերվում, այսինքն ձեր մենտալիտետով որ մենք դուրս ենք եկել հայ առաքելական եկեղեցու դեմ, ճիշտ հակառակ, մենք դուրս ենք եկել հանուն հայ առաքելական եկեղեցու, սա այնց սա սրբազան արշավ է։ Եվ երկրորդ, ովքեր որ կգան, այ հենց դրանք էլ կմաքրեն, ու մենք թեւ ու թիկունք կլինենք նրանց։ Թեւ ու թիկունք։ Եւ այս բարքերը չեն մնա։ Վախի մթնոլորտը հայ առաքելական եկեղեցու սպասավորների մեջ չի մնա։ Ես ձեզ մի բան եմ հավատացնում, ժողովուրդ ջան, պարզապես ովքեր որ ինձ գրում են խիստ գաղտնիքներ են հայտնում, ու ես խոստում եմ տվել, որ չեն հրապարակվի դրանք։ Երբեք կհրապարակվեն մի պարագայում, երբ որ նրանք թույլ կտան։ Անկամ կարող են իրենք ասել, պարտադիր է երևա ով ասում ով չէ, այս պայմանով է, բնականաբար մեռն եմ էլ, դրանք փակ թեմաներ են։ Բայց այն պահին, երբ որ պետք լինի, ես վստահ եմ նրանք կասեն ժամանակն է հրապարակել։ Ուղղակի այդ բաները, երբ որ մենք հրապարակենք ու շատ խոսենք, թե որտեղ թիրախային կոնկրետ որտեղ ինչ է կատարվում, դա նաև ինձ էլ է տհաճ։ Դուք գիտեք, օրինակ ինձ հաճելի է, օրինակ նույն Քանդողիկոսի մասին այսպես խոսելը։ Բնականաբար ոչ։ Ինձ համար հաճելի է, այս իշխանային ցույց տան, նայեք ինքս ճիշտ ոչ։ Եկեղեցին դա սրբավայր է, ու վերջ։ Ես ոմն գողական գնացող քահանայի նման չեմ, որ դուրս էր եկել ու առանց ինձ առանձնացնելու, եթե ասելիք ուներ, կանգնել էր հավատացյալների մոտ էր փորձում հաշիվներ բարձել, լավ իմանալով, որ տղայական զրույցը կարող այլ ընթացքներ ունենա։ Որ դից ապուշ չենք։ Սա մեր եկեղեցին է, խոսքը շատ ու եկեղեցի ասվածը իսկապես ոչ թե որպես շինություն, այլ որպես ամբողջական քրիստոնեական համակարգ։ Դա գիտեք ինչի մասին է, այդ ամեն ինչը պղծված է։ Կրկնում եմ, մենք 28 տարի կաթողիկոս չենք ունեցել։ Չենք ունեցել, այդ է ստացվում։ 21-րդ դարում, 20-ի վերջում, 21-ին մինչև այս առաջին քառորդը չենք ունեցել կաթողիկոս։ Ու այո, այսօր իսկով պիտի այդ հարցը դներ, այդ որ ասում եք բախի են այսօր խոսում, հարց եմ ձեզ տալի, բաղով պիտի խոսեր Քոչարյան Ռոբերտը, թե Սարգսյան Սերժիկը, ով պիտի խոսեր։ Հա, իմիջայլոց sense ձերքի հետ մի բան էլ ասեմ, այն օրվա եթերի ընթացքում խոսելով այս ամեն ինչի մասին, նաև մի երկու բառ Մասիսի քաղաքապետի մասով ասացի, ու խորհուրդ կտամ Մասիսի քաղաքապետին հələ քաղաքական բուրըն գործունեություն չսկսած իր աջակիցների միջոցով ամեն ինչ չվերջացնելու համար կոչ անի, որ այդ լկտիները իրենց նորմալ պահեն։ Այլապես եթե քեզ առաջարկեն ազգային ժողովում առաջադրեն իմպիչմենտի գործը, դա ձեր որոշելիքն է, տեսեք, այս քաղաքական ձեր գործունեությանը բան չեմ ասում։ Եթե շարունակեն այս կերպով վարքագիծը իմ անձի հանդեպ, ես ձեզ հավատացնում եմ շատ խնդալու ու շատ ծանր իրավիճակում կհայտնվեք, անկախ ձեր հասարակական բանում ունեցած կարգավիճակից, այնտեղ հանցագործ եք, թե հանցագործ չեք, դենց քիչ է ուզում։ Սա էսպես, վերադառնալով եկեղեցու թեմային։ Ու ամեն ինչ անում են, որպեսզի միտքը դառնա հետևյալը, այսօրվա իշխանությունը դուրս է եկել եկեղեցու դեմ։ Ես իշխանությանը կարող եմ շատ տեղերում պաշտպանել, դա իմ իրավունքն ու ցանկությունն ու պատկերացումն է, որը հստակ սահմանված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ ամենատարբեր օրենսգրքերով քաղաքացիական, քրեական, մյուս։ Բայց իմ խնդիրը իմ պետությունն է, ես բազմիցս եմ ասել ու կարծում եմ, որևիցե կուսակցական, թեկուզ նախկին որևիցե քաղաքական ուժի հարող քաղաքացի այդքան անկեղծ չի եղել նաև քննադատությունների պարագայում ինչպեսի որ ես եմ եղել ընդհանուր միջև ասել եմ որ այո ես որպես քաղաքացի ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ոչ միայն փաստաթղթով այլ նաև էությամբ ու իմ ապրածով կարծում եմ որ այսօրվա իշխանությունը շատ լավ գործիք է պետություն կառուցելու համար գործիք ես վիրավորական իմաստով չեմ ասում դրական իմաստով եմ ասում կան ընդդիմադիր որոշ ուժեր ովքեր նույնպես հիանալի գործիք են որ ես որպես քաղաքացի կիրառեմ իմ երկիրը իմ պետությունը ինձ պատկանող պետությունը
ոտքի կանգնացնելու, ամրեցնելու համար, եւ դա ինձ համար տեսանելի է։ Կարող է շատերը հակառակ կարծիք ունեն։ Ձեր գործն է։ Ես ձեր հակառակ կարծիքի համար ձեզ երբեք որևիցե մեկից վիրավորած չկամ։ Ես կարող եմ քաղաքական որոշ ներկայացուցիչների դեմքերի իրենց արտահայտությունները դնեմ, քննադատեմ, վերլուծական մտքով հանդես գամ որպես քաղաքացի, բայց որևիցե քաղաքացու, ով ունի քաղաքական այնպիսի հայացքներ, որոնք ճիշտ հակառակն են իմ պատկերացումների, երբեք ոչ ունեմ իրավունք, ոչ կարող եմ ինձ թույլ տալ վիրավորել։ Բայց հարց, եթե դուք ցանկանում եք, որ ունենաք քաղաքական պատկերացումներ, ինչի եք այդ դեպքում ինձ փորձում վիրավորել քաղաքական իմ հայացքը ունենալու։ Ձեր կարծիքով Նիկոլն է մեղավոր, օրինակ Արցախի թեմաներով, իմ կարծիքով Քոչարյանը, Սերժը եւ Լևոնն են մեղավոր։ Դա կարծիքը, ընդ որում կարող ենք զրուցել, բերել օրինակներ եւ այլն, ինչն է ստիպում ձեզ վատանալ։ Եվ այն մարդիկ, ովքեր վատանում են, իմ մոտ միայն մի տպավորություն առաջ գալիս, ուրեմն քյար եք ունեցել։ Մանավանդ ձեր լեքսիկոնը հաշվի առնելով, այդ քյարը շատ տեսանելի է դառնում։ Մի մտեք այդ ջուրը։ Եվ այո, ցանկացած կառավարություն լավ կամ քաղաքական ուժեր, կուսակցություններ, լավ էությամբ քաղաքացու համար գործիք են, ուրիշ բառ չեմ գտնում պարզապես, կարող ավելի հարմար բառ կա նկարագրելու կամ բնութագրելու համար, իր պետությունը լավը դարձնելու համար։ Եվ քաղաքակրթությամբ մի փոքր բարձր կանգնած երկրներում դա շատ տեսանելի է ընտրապայքարների ժամանակ։ Տեսնում ես, որ քաղաքացիները այս կամ այն քաղաքական թիմի ծրագիրն են վերլուծում, նրանց գաղափարախոսությունն են վերլուծում։ Հիմա մի հատ հարց ամ, օրինակ, ես անկեղծ ասեմ, հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը, դա կայֆոտ գաղափարախոսություն է, որ նայում ես, թույն, կայֆոտ։ Բայց ուրիշ բան է, որ այդ գաղափարախոսությունը կա, ուրիշ բան է իշխանում կրում այդ գաղափարախոսությունը։ Հայաստանի Հանրապետությունում գրեթե չկա կուսակցություն, բացի քաղաքացիական պայմանագրից, այո, ով մաքսիմում կամ գոնե առաջին օղակի ներկայացուցիչները մաքսիմում կրում են իրենց կուսակցության գաղափարախոսությունը, եթե անգամ երբեմն ստիպված են լինում հայտնվել ծանր վիճակի մեջ։ Դա ես ասում եմ իմ աշխով տեսած բաներ։ Հիմի այդ գաղափարախոսությունները այնքան պիտի կարծրացած լինեն, որ քաղաքացին, ասելով օրինակ հանրապետական կուսակցություն, ոչ թե հասկանար թալանչիների կուտոկ, հանցագործների կուտոկ, այլ հասկանար այդ գաղափարախոսությունը ու դրանից բխող ծրագրերը։ Ու ընտրել այս ծրագիրն է իրան հարմար, թե այս մի կուսակցության ծրագիրն է իրան հարմար, հասկանում եք։ Առհասարակ այդ օրինակ Միացյալ Նահանգներում ընտրությունները, դեմոկրատներն ու հանրապետականները, չէ՞։ Մարդիկ քննարկում էին ծրագրերը։ Մեծամասնությունը անձերին չէին անդրադառնում։ Ում լսում է ծրագրերից էին խոսում, բայց այս ինչը էս է ասում, այն ինչը այն է ասում։ Առաջարկում ասած կամ առաջարկում են, ու մարդիկ այդ ծրագրը այդքան էվոլյուցիա կա։ Իսկ մեր մոտ ուր է կա։ Չէ, այս մարդկանց խումբն է, կամ այն մարդկանց խումբն է, սենց է դարձել։ Ու ինչ եք ուզում դասել։ Հիմա ուղիղ հարց եմ տալիս, մի նախագահ, ով ինքը իրանով մինիմում աթեիստ է, կամ ամենայն դեպս քրիստոնյա չի։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Եվ ով կոնկրետ կաշառակերության գործով արդեն վճիռ կա իր մասով։ Վաղեմության ժամկետը ճիշտ է անցել է, ու նրան դրա համար չեմ դատապարտելու, բայց նա չի բողոքարկել այդ վճիռը իր անունը մաքրելու համար։ Նա կաշառակեր է, վերջ։ Հանգիստ ցանկացած տեղ կարող եք ասել կաշառակեր, նա չի կարող ձեզ տալ դատի, ասես մարդը ինձ վիրավորում, որ ինքը կաշառակեր է։ Հիմա ես կաշառակերի ժամանակ Գարեգին Բեյց մեկը պիտի բան խոսար կամ գործողությունը կամ ինքը պիտի նախաձեռներ գործողություն, լուրջ եք խոսում։ Լավ Սերժ Սարգսյանի ժամանակ կամ Լևոն Տեր-Պետրոսյանը չպիտի գնար Գարեգին Բեյի մոտ, ոնց պիտի չգնար, վազելով դեռ մի ոչ շուտ պիտի գնացած լիներ։ Ու այս կաթողիկոս կոչեցյալը, կրկնում եմ, 44 օրյա պատերազմի ընթացքում ու հետո ոչ միայն համախմբման, հանրության մեջ թշնամանքը վերացնելու, բոլորին միտեղ նստացնելու, իր հեղինակությունը այսպես օգտագործելու փորձ արեց, այլ ճիշտ հակառակ։ Խորացրեց իր գործողություններով այդ թշնամանքը։ Դա ինչ անհեռատեսություն էր, պրիմիտիվ, ոչ։ Դա վերբովկա եղած աշխատակցի գործառույթ էր։ Հիմա ինչ վերաբերվում է վերբովկա լինա եղած չեղած։ Հա, ընդ որում իր սրբազաններից մեկը իր բերանով ոչ ոք չի ստիպել, չի պարտադրել։ Ասում է ես 44 օրյա պատերազմի ժամանակ կոչ եմ արել, որ ռազմական հեղաշրջում լինի Երևանում։ Սա գիտեք ինչ արտահայտություն է, երբ որ դա ասում է սրբազան հայրը։
Սրա համար նա վաղուց պիտի պիլոնը զրկված լիներ։ Այ հենց դրա նմանին պիտի թևից բռնած շպրտած լինեին։ Բայց մարդը ասել է, ու մարդը իհարկե ինքը կարա բացատրի, դե որովհետև բայց բացատրելուց, բա եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին, Իրան այդ պարագայում խոսված չէր համարում։ Հասարակ բան եմ ձեզ ասում։ Մյուս սրբազան հայերը, ասում քանի որ ես ժամանակավորապես սառացրել եմ իմ հարաբերությունները Աստծու հետ, ինչ ուզեմ կարամ խոսեմ, ոնց ուզեմ կարող եմ խոսել եւ առաջնորդում եմ մի հատ պիղծ ջիհադիստական շարժում, ովքեր որ ատելության խոսք են գեներացնում ամենատարբեր թեկուզ իրենց լոզունգներով։ Այդ ամեն ինչին հակառակ Նիկոլ Փաշինյանը ասում է պետք է ամեն ինչ անել հավատացյալին վայել ձևով, սիրուն ձևով եւ այլն եւ այլն։ Հիմա որ մեկնա որ մեկը ասեք իմանանք։ Սրբազան հայերը նստած ասում է ինձ զանգել են ու ասել են որ այսօրվա իշխանությունները չգիտեմ ինչ լոլոյա կարդում է ով է զանգել ասել դրսից են չէ զանգել ասում դրսից զանգել են դրսի մասին ասել են կապերի մասին այդ դրսիցը ով է եղել եթե դու ինքդ չես հանդիսանում դրսինի գործիք սա տարժական բան է այս ամեն ինչը պիտի հանդուրժենք հավատացյալ ժողովուրդը Նազենի Հովհաննիսյանից սկսած Այն Դիլբարյանից սկսած, դե Սաթիկ Նյուզի մասին չխոսեմ, այս բոլորը, այս ամեն ինչը հանդուրժում են, դա եկեղեցուն չի վնասում, բայց մնացածը վնասում է։ Սրա մասին խոսողները վնասում են։ Տեսեք։ Ես ուզում եմ մի բան էլ հասկանանք բոլորով։ Հայ առաքելական եկեղեցին իրավաբանական անձ է։ Սա չեմ հորինում։ Իրավաբանական անձ է։ Որի հետ հատուկ հարաբերություններ են սահմանված, նույն նաև սահմանադրությունով, որովհետև նա այդ առաքելական եկեղեցին պատկանում է հայ ժողովրդին, հավատամքը, նրա ընդունումը եւ նրա մասին պատերազմները ամեն ինչը պատկանում է հայ ժողովրդին, եւ որպեսզի այդտեղ համակարգ աշխատի, կարգ ու կանոն լինի, իրականացնում է հայ առաքելական սուրբ հասեն հայ առաքելական սուրբ եկեղեցին իրականացնում է քրիստոնեական հայ առաքելական քրիստոնեական ծառայություններ եւ այլն եւ այլն սա իրենց կանոնադրությունը շատ ավելի մեծ է պատմական է եւ այո գալիս է 4-5-րդ դարից ամեն դարում ինքը անընդհատ էվոլյուցիայի է նույնպես ենթարկվել ավելացել են կանոններ կարգեր իրենց դարին ժամանակին համահունչ եւ պետության հետ կա հստակ սահմանված շփվելու կարգ ու քանի որ այդ ամեն ինչը գրանցված է պետ ռեգիստրով այստեղ հենց հատման կետն է պետություն եւ հայ առաքելական սուրբ եկեղեցի որովհետեւ պետ ռեգիստրն է թույլատվությունը տվել եկեղեցականները բանակ չեն գնում սա բանի պայմանավորվածությունների մեջ է եւ այլն ես չեմ էլ պարտադրում հարցը բացարձակ դա չի բայց ինձ թվում է որ սրբազան հայր կոչեցյալը երբ որ զինված հեղաշրջման փորձը հեղաշրջման մասին կոչ է անում կամ ինձ թվում է երբ ասողիկ կոչվող ոմն մեկը խոսում է արյունահեղությունից ապա նրանք պարտավոր են իրենց այդ ցասումը թափել առաջնագծում թշնամու վրա այնուամենայնիվ նրանք չեն ծառայում բայց հիմա մի հետաքրքիր բան օրինակ ցանկացած մեծ բիզնես ասենք սուպերմարկետների ցանց նույնպես իրավաբանական անձ է ով նույնպես որոշակի ծառայություններ է մատուցում ու իր կանոնադրությունից դուրս չի կարող գալ իրավունքով իրեն վերապահված բաներից դուրս չի գալիս պետությունն էլ չի խառնում պայմանավորվել են ասել են ախպերջան հարկերը չոտքի մուծում ես ինչ ապրանքներ ընդունված ներմուծելու վաճառելու կամ այսրանից այնքան բան չպիտի անես հիմա օքեյ մնացածը պետությունը լծակ չունի այսքան պետությունը չի կարող մտնի օրինակ City սուպերմարկետների ցանց ու որոշի այնտեղ տնօրեն փոխի չի կարող դա բնական բան է բայց պետությունը չի էլ կարող թույլ տա որպեսզի օրինակ սուպերմարկետի մի ցանցում լինեն բաներ որոնք ընդունված ու թույլատրելի չեն կարգ ու կանոնով հաստատված փաստաթղթի հիման վրա որովհետև օրինակ եթե սուպերմարկետների ցանցը թունավոր բաներ է վաճառում դա մարդկանց առողջությանն է կապվում հիմա ես ուզում եմ որպեսզի հասկանաք ժողովուրդ ջան ես այսքան չեմ ուզում տենց հասկանալ ես իմ սուբյեկտիվ կարծիքը ասեմ կընդունեք չէ ես վստահ եմ որ խնդիրը ոչ միայն այն է թե ինչու հիմա ունի թե չունի եւ նախ ունի
նախ ունի։ Ոչ թե բայց խնդիրը այդտեղ է, այդ խնդիրը պետության անվտանգությանն է վերաբերվում արդեն։ Չէ՞ որ ինչքան էլ ինչ կապեր ունենան, այդ ամեն ինչի մասին դոսիեներ են հավաքվում։ Չէ՞ որ մենք ունենք նաև բան արտաքին հետախուզություն հիմա եւ այլն։ Ու այստեղ արդեն ազգային անվտանգային խնդիր է առաջանում։ Երբ որ պետության ղեկավարը գնում է մի երկիր ու իրեն ասում են, գիտես ինչ կաթողիկոսի հետ մենք գործ չենք ձեռնարկի, նրա պատվիրակությունը նորմալ չենք ընդունում, նայես ինչն է։ Մենք ձեզ այդքան էլ լուրջ չենք կարող վերաբերվենք, որովհետև սենց դա այդտեղ անվտանգային հարցեր կան։ Եվ բացի դա, այդ ռեսուրսներին, որ տիրապետում է կոնկրետ կտրիչ Ներսիսյանը, իսկ ինքն է տիրապետում, ինչ եմ իր անունը տալիս, որտեղ ինքն է տիրապետում։ 2011 թվականին մարդիկ կանոնադրությունը փոխել են ու ասել են, բանի եկեղեցու ողջ գույքն ու ֆինանսական միջոցները կաթողիկոսը տիրապետում է մի անձնյա։ Տնօրինում է մի անձնյա։ Ու այստեղ կան ազգային անվտանգային հարցեր, զեկույցներ կան, չէ՞։ Հիմա երկրի ղեկավարը պիտի որոշում կայացնի։ Դա ցավալի որոշում է, ձեզ ասեմ, հեշտ որոշում չի, բարդ որոշում չի։ Այս հարցակումները, որ կան, այդ բարդությունների մի մասն են։ Իսկ ինչպես լուծել հարցը առանց արյունների ու չգիտեմ ինչերի։ Սա անվտանգային հարց է։ Իսկ պետության անվտանգության երաշխավորը պետության ղեկավարն է։ Այսօր Նիկոլ Փաշինյանն է բաղով, կլինի մյուս օրը ով չլինի։ Հասկանում եք։ Սա շատ խորքային ընդ որում հարց է։ Եվ սա բարոյականության արժեքների պղծման կամ ճիշտ օգտագործման հարց է։ Դա հարցը։ Եվ քանի որ այս ամեն ինչը նաև ազգային անվտանգության հարց է, կներեք, այստեղ քաղաքացին չի կարող իր հույզերը թաքցնել։ Էլի եմ ասում, քանի կտրիչ Ներսիսյան, քանի գնացել ես արաբական էմիրություններ, լավ կլինի չգաս, էլ չգաս, ու այդպես կորես, հասկանում ես, որովհետև ինչքան սրվի հիմա այս իրավիճակը, այնքան վնասա համ եկեղեցուն, համ պետությանը, և բոլոր քահանաները, սրբազան հայրերը, անկախ իրենց դիրքից, աստիճանակարգից, անկախ իրենց հարաբերություններից իրար միջի մեկը մեկին տոկոսով փող տալը, բանը մեկը մեկին պաս տալը, ինֆորմացիաները, անկախ էս ամեն ինչից, որ կախվածություններից, եթե դուք իրապես հարգում եք Աստծո անունը, իրապես համարում եք ձեզ Աստծո ծառաներ, զավակներ, ոնց ուզում եք, Աստծուն է, և իրապես հարգում եք հայ առաքելական Սուրբ եկեղեցու բարձր անունը, իրապես հարգում եք Հայաստանի Հանրապետությունը և իրապես ցավում եք կամ մտահոգ եք շատ խնդիրների մասին, ապա պետք է լուր ձևով այս ամեն ինչը արագ, վայրկյանական արագ լուծեք, ինչքան երկար գնա, այնքան խայտառակություն է դառնալու բոլորիս համար, միևնույնն է, պետության դեմ ոչ ոք չի կարող դուրս գա, իշխանության դեմ կարող եք, պետության դեմ չեք կարող, եկեք ավելի ցավալի ու խոցելի չդարձնենք թե եկեղեցին, թե պետությունը։ Ձեր մեջ այս հարցը լուծեք ու վերջ։ Ու վերջ։ Խորհուրդ տվեք կտրիչ Ներսիսյանին այլևս չվերադառնալ Հայաստան եւ ձեր հոգեվոր խորհուրդը առասարակ ծրեք։ Նա գործում է ապօրինի։ Ասեմ ավելին, կտրիչ Ներսիսյանը նաեւ ապօրինի է եղել ոչ միայն կուսակցության ուխտը խախտելու, այլ նաեւ որոշ կանոնակարգերով, որը պիտի հաստատեր հոգևոր խորհուրդը, որը չի հաստատել ժամանակ, իր ճիշտ ժամանակին, հետո չգիտեմ, մի բան այնտեղ սարքած կլինեք։ Հասկանում եք, հարցերը այսպիսի տեղերում են եւ մի սերմանեք հավելյալ պառակտումներ ու ատելություններ։ Գոնե դա բացարձակ քրիստոնեաբար չի։ Եվ ցանկացած մարդ իրավունք է ունենում պաշտպանել իրեն։ Հիմա մեկ այլ հարցի, որ ինձ շատ են տալիս, ասում են, բանը Փաշինյանը սկսեց խոսել, նոր ես դու խոսում ես, իհարկե սրան պատասխանել եմ բազմիցս, ասել եմ մի հատ դրեք բոլոր ժամանակներին գործունեությունը նայեք, կհասկանաք գնել երբ որ խոսում էր, Փաշինյանը դեռ վարչապետ էլ չէր, այո, մի որոշ ժամանակ շատ ավելի շատ եմ խոսացել, մի որոշ ժամանակ շատ ավելի քիչ, բայց այնուամենայնիվ, իմ խոսքը կախված չի Փաշինյանի դիրքորոշումից։ Այնուամենայնիվ, հիշեցնեմ ձեզ ամեն ինչ ինչից է սկսվել։ Երբ սրբազանի քեռու մասով
քերականոչ մասով խոսակցություն գնաց, ես իհարկե խնդալով եմ դիմավորել այդ ամենը եւ իհարկե ազատորեն քննադատել եմ թե Փաշինյանի խոսքը եւ թե Սույն Սրբազանին, ով քերակնի կա դոմփում։ Լինելով սրբազան, քահանա չէ, սրբազան։ Բայց չեմ վերաբերվել։ Ես անգամ Կտրիչին Ներսիսյան, ես անգամ հավես չեմ ունեցել վերաբերում, որովհետև ես արդեն ինձ ինչ իշուն եմ վերաբերվում եմ, հասկանում եք։ Ու ինձ համար սա նույնպես հերթական խոսակցություն էր, որ սկսել էր կավարտվել։ Ինձ, կոնկրետ ինձ, ես իմ մասին եմ պատասխանատու։ Հունից հանել այն հանգամանքը, որ մի քահանա մի ապուշ բան է գրել, որը վերաբերվում է ինձ ու ինձ նման 100,000-ավոր մարդկանց։ Իմ ակտիվությունը այս իմաստով սկսվել է հենց նույն տուպոյների անհարգալից գրառումներով ու Սաթիկ Նյուծի տարածող կեղծիքներով։ Հետո արդեն մնացածը ոնց սրել եք, տենց գնում է։ Ավելին է գնալու, ավելին։ Ամսի 14-ին էլ կհավաքվենք մի քիչ կզբոսնենք, ավելին է գնալու, հանգիստ եղեք։ Բայց դա դուք եք արել։ Այ ոնց որ հասակ նրան 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո անենց հարցակվեցիք վրես ու այնքան ինձ պիտակավորեցիք մինչև հասակ նրան, որ ես դժվեցի ու որոշում կայացրեցի մտա ԿՊ, ասի դե որ տենց հա, ես կմտնեմ ու դուք կտենաք, ինչա լինելու։ Մտա ու հասա նրան, որ 21 թվին եղավ ընտրության։ Ես իմ մասով չեմ ասում, այդ ամբողջը ես եմ արել, ոչ, ես իմ մասով իմ կռիվը տվեցի։ Իհարկե հետո համարեցի, որ արդեն իմ դուրս գալու ժամանակն դուրս եկա։ Հիմա դուք նորից բաներ եք պարտադրում, որի ցանկությունը դեռ չունեմ, բայց արդեն ոնց որ մոտեցել եք արդեն։ Ու եթե հանկարծ ես հակառակ որոշում կայացնեմ, դուք ինքներդ շատ լավ գիտեք, ինչ է լինում այդ պարագայում։ Ոչ մի բանի առաջ կանգ չեմ արել։ Իսկ ինձ սրիկային, որ YouTube-ով ինչ-որ նյութ է տարածում, ես այդ տեսանյութի մասին նյութ կպատրաստեմ, եթերով չեմ անի, նյութը կպատրաստեմ, կտեղադրեմ, կտեսնեք։ Բայց դրա մասին նույնպես խոսել եմ։ Ու ցանկացածը, ով ինձ իմ կարծիքն ունենալու, իմ գործունեությունը ծավալելու համար վիրավորում է, ուրեմն թող իմանա, որ փոխադարձ վիրավորանքներ անգամ 10, 20, 50, 100-ըս ճաշակի, ովքեր որ չափերն ավելի են անցնում, ապա դեպի իրենց ընտանիք նույն երկրաչափական պրոգրեսիայով։ Սեքսուալ գործողությունները ընտանիքի անդամների հետ երկրաչափական պրոգրեսիա։ Սա մեկ ընդմիշտ հասկացեք։ Եվ կրկնում եմ Դավիթ Հարությունյան, լակոտների եւ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին եմ ասում, որովհետեւ որին բացում եմ ոնց որ ձեզնից է։ Ձեր լակոտներին պահեք ձեր փեշի տակ։ Դա ձեզ վնասում է, օգուտ չի տալիս։ Ես հիմի կպայական չեմ, որ այդ մասով փորձեք խոսելի դարձնել, մյուս չեմ։ Ես ձեզանից բավականին ավելի ազատ եմ, այնպես որ խելոք ձեզ պահեք։ Բայց էլի բաներ ունեի ասելու, չնայած ես ամեն օր եթեր եմ անելու, դուք արդեն հասկացել եք երևի, մենք պիտի սկսենք այս ամեն ինչ հասկանալ։ Հա, շատ հավատացյալներ են ինձ գրում, պատմում, տարբեր եկեղեցիներում ինչա կատարվում։ Ես իհարկե բամբասանքի մակարդակի թեմաներ չեմ շիրում, դա վատ իմաստով չեմ ասում, շնորհակալություն, որ կիսվում եք ինձ հետ, շնորհակալություն այն մեծ վստահության համար, որ ունեք իմ հանդեպ, ես դա անգին եմ համարում։ Բայց այդ խոսակցությունները ես դոգը չեմ, իրանց Սաթիկ Նյուզի, Անժոյի հյուրերը չեմ, որ մի հատ բան լսեմ, դուրս գամ ասեմ, բան լսել եք ու սենց բաներ անեմ, բայց դրանք անհրաժեշտ են այն իմաստով, որ ցանկացած պարագայում, երբ որ կհասնի տեղը տեղին, ես ձեր թույլտվությամբ միայն հավելին կասեմ, եթե անհրաժեշտ չի լինի, անուններ հնչեցնելու չեմ հնչեցնելու։ Եվ մարդիկ բաներ են պատմում, որտեղ որ ուզում ես հասկանաս, լավ, հələ ես ամեն ինչը իրանով, քաղաքացու չդիմելն էլ իրանով, հաշվի առնելով 1000 ու մի բաներ։ Բա ազգային անվտանգության որոշ տխմարները ինչի են միշտ քնած եղել այս ուղղությամբ, չեն հասկացել, որ դա անվտանգային խնդիր է։ Մարդկանց մասին, քաղաքացիների մասին, բացի իրենցից էլի կառույց կա, որ տիրապետում է ու օգտագործում է դա իր գործերը առաջ տանելու համար։ Սա չի եղել այդ կառույցը ու կա ցավոք սրտի առայժմ որոշ իմաստներով։ Բա քաղաքացիների անվտանգությունը ով է վերահսկում։ Ասեմ ավելին։ Իմ շատ լավ ընկերներից մեկը ինձ անձնական նամակից էլ ուղարկեց, իմ հրապարակման ստակ էլ մեկնաբանությունը դրել էր,
Ամերիկայից երևի Ամերիկայից մի սրիկա տիկին $5,000 խոստանում նրան, ով իմ մռութը կջարդի։ Սա ես հրապարակ եմ, էլի, որ մռութ ջարդողները գան մի հատ $5,000, օդում ինչ փող ապրում հենց հիմա։ Ով իմ մռութը կջարդի ու փաստաբանական հարցերն էլ վերցնում է իր վրա։ Սա անվտանգային խնդիր է։ Ես իմ մասին չէ, գրող կուտեն իմ մռութը կջարդեն, հարցը էդի չի։ Բայց այս երևույթը որպես այդպիսին, որը կա հայկական համացանցում, կներեք, լավ, իսկապես տենց ոչ տեսնում եք, ոչ ուշադիր եք, ոչ բան, հա, կամ ձեր մոտ դե որ չի բերում, ուրեմն չի բերում։ Մի արեք, ավելի մի բարդացրեք ու ծանրացրեք մեր պետության ու մեր եկեղեցու վիճակը։ Մի արեք, միևնույնն է, Կտրիչ Ներսիսյանը այլևս երբեք կաթողիկոս չի հանդիսանալու։ Իսկ եթե կան տարբեր խմբեր, խմբակներ, շեղվածներ, չշեղվածներ, պարզապես այդպես ըմբռնողներ իրավիճակը, ովքեր արյան ծառավ են, ես ձեզ կարող եմ ցույց տալ տեղը ձեզ արյան ծառավին հագուրդ տալու համար։ Հասկացանք։ Ժողովուրդ ջան, շնորհակալություն դարձյալ եթերը դիտելու եւ տարածելու համար։ Դեռ կզրուցենք, շատ խոսելիք կա։ Ալեքս ջան, Ալեքսեյին խոսույթն է երևի օգտագործում Գարեգին Բես, գիտես, այսօրվա վարչապետի արած հրապարակումից հետո նա այլևս անգամ Գարեգին Բես չի։ Նա Կտրիչ Ներսիսյանն է, անձ, ով իրավունք չունենալով օծելա բազմաթիվ եկեղեցիներ, իրավունք չունենալով մատուցելա բազմաթիվ պատարակներ, լինելով մեղավոր կամ մեզ, ասենք պատկերացրեք, ոնց որ հիմա ես ծեր շորը հագնեմ, կամ տոնական թեկուս կաթողիկոսի շոր հագնեմ, գնամ կանգնեմ, սկսեմ տենց այդ ֆունկցիաները անել։ Որքանով է դա լինում։ Դա չի լինում։ Չէ՞։ Ոնց է Կտրիչ Ներսիսյան անազգանով մարդու մոտ լինում, Գնել Սարգսյանի մոտ չի լինում։ Որովհետև Գնել Սարգսյանը վերբովկա եղած չի ու իրան առաջին բրդում է դուգությամբ, իսկ Կտրիչ Ներսիսյանը FSB-ի ներկայացուցիչ է, ով ում հրամանատարը երբ որ շքանշան է ուղարկում դեսպանատում, դուք ժողովուրդ ջան, դուք չեք պատկերացնում, այդ որ ախր ասելով շատ հեշտ է, հա, գնաց դեսպանատնից շքանշանը վերցրեց, ասում ես, հա դե մի շքանշան եմ տվել, մարդը գնացել է վերցնի։ Շատ հեշտ է, բայց դուք չեք պատկերացնում, թե իրականում դա մեր բոլորիս ազգի, պետության ու եկեղեցու խայտառակության ինչ մակարդակի մասին է խոսքը, եւ կաթողիկոսը գնում է որևէ դեսպանատուն, կապ չունի որ որևէ դեսպանատուն շքանշան ընդունելու, ստանալու։ Այն եկեղեցու անվան մասին մտածողներին խնդրում եմ մի զոր տվեք, դուք որ ուղեղներից զոր եք տալիս, այնտեղ պուճուրանում է, սխմվում պուճուրանում է, մի արեք, թողեք, sense տո մի հատ բացվի ու փորձեք այս ամեն ինչը sense անցալել, հանգիստ մտորել, մթել ու գնալ, իսկապես էլի։ Բարդ բան չկա, փորձեք լինել էությամբ, տեր, ձեր անցյալի, ներկայի ու ապագայի, էությամբ լինել հայ մարդ, իր ավանդույթներին մի լավ ընկեր կար, մի պահաշկովս ընկավ ես, ասում դու բան ես, հավատացյալ ես, դու ընդունում ես Հիսուսը, որ ասուրս ես հարցը, որ դու հիմա ուզում ես, գիտես ինչ, քրիստոնեությունը, եթե անգամ ես ինձ հռչակեմ աթեիստ մարդ, որը չեմ անի բնականաբար, չեմ կարող, որովհետև Աստված ինձ ինձ սիրել միշտ, որ ես չեմ, անգամ ես մի բա երեսը յարել։ Նայեք, Տիգրան, հա, ի տարբերություն նրանց ում դու ես լսում մենակով կա, գնա ապեր, կել գնա, ընգեր։ Անկախ ամեն ինչից, եթե անգամ ես աթեիստ լինեմ, բայց ազգությամբ է, քրիստոնեությունը իմ ազգային մշակույթն է, և այո, նրան պաշտպանելու, որ բոլոր իրավունքներն ունեն, այո, և հենց պաշտպանելու ներսի կեղտից, այսքան բան։ Եվ իրավունք չեմ ունենա այն ժամանակ, ինչքան որ ասենք իրավունք չեմ ունենա, որևիցե խանութում, որը ուրիշի սեփականությունն է, մտնեմ գնումների ու տեսնեմ, որ ժամկետ անց մանկական սնունդ է վաճառում։ Իրավունք ունեմ դա հրապարակելու, թե չէ։ Կարա ասի քո ինչ գործ իմ խանութն է, առնողն էլ դու չես, դու ոնց կարաս թթվասերել չես սիրում, ոնց կարաս հրապարակել, դու ապուշ չես, չեք ասեն։
Տարական բաներ են։ Գներ Նիկոլից հետո ես քո մռութը ջարդելու եմ, դու Հայաստանից փախտելու ես։ Տիգրան, տես։ Գիտես խես ասում Նիկոլից հետո։ Որովհետև քո հանցագործ քաղաքական պապաները, երբ որ եղել են իշխանության, դու դուխով սրա նրա մռութը ջարդել ես ու մնացել ես անպատիժ։ Վստահաբար դու նաև փախել ես բանակից։ Վստահաբար դու ձեր հայաթում տենց լավ ես զգացեք ես։ Քեզ դզելա լինել սրա նրա ամորձիների տակ։ Քեզ դզելա, որ ասես ապես ինչ պատգամավորը մեր ընկերն է, հեսա կզանգեր, քեզ հարցը կգցի տեղը։ Ապես ինչի ախ։ Քեզ այդ համակարգը դուր է եկել։ Ինչի արդյունքում մեր պետությունը հայտնվել է վատ վիճակում։ Այսօրվա լսի Տիգրան, քֆուրստը մի գրի, կարող է մամատել նայում։ Մի գրի։ Եթե քո մաման չի նայում, այստեղ շատ մայրեր նայում են։ Եթե դու քո մորը հարգում ես, ապա դու պարտավոր ես հարգել բոլոր մայրերին, որպես իրանց տան համար սրբություն։ Քֆուրշը գրես էլ։ Այլապես շատ վատ կարտահայտեմ, չես հասցնի գրես, կբլոկվես, կտորնես, ինձ լսի։ Բան ես գրել, ինձ լսի։ Լավ։ Ապա եթե ասում ես նախկինին էլ ներկային էլ։ Կարամ իմանամ, խի ես սպասում, եթե դες փոխող տղես կաներեք ժողովուրդ։ Խի ես սպասում Նիկոլը չլինի նոր մռութը, չէ՞։ Ինչ է, ինչ։ Որ գաս հիմա մռութը ջարդելու Նիկոլոսը գալու է դոշով պահի, ինչ է անելու։ Խի ես սպասում դրան։ Որովհետև դու իրավական պետության դեմ ես։ Հա։ Այսինքն դու կարաս գաս հանրային մի հատ մարդու խփես։ Խես, բախես ինձ կապում Նիկոլի հետ, բախես կապում նախին, բախես ասում Նիկոլը չլինի ես եմ ասելու, բախես խես կապում արա։ Նես դու կարաս կապես, ես չեմ կարա կապեմ, լավ եմ անում ու ճիշտ եմ անում, հենց նոր կես բացատրեցի ոնց կարամ կապեմ։ Բտաղա ինչ, ասեք որ Նիկոլը կա դրա համար եմ խոսում, Նիկոլի իմ ինչն է, մի հատ լասա տեն համարը, որտե ես տես է ինձ պաշտպանի Նիկոլը, կամ ինչ-որ որևիցե մեկը, բացի ինպես մարդկանցից արա։ Բախես տուֆտում։ Նես դու կարաս տուֆտես, ես էլ չեմ կարա իմ կարծիքը հայտնեմ քո տուֆտացի վրա, տղա։ Հիմի արի ջարդի ինչ է եղել։ Ինչ է եղել, մեկա, եթե իմ հետևից եկող ալում, ես ընկերներիս եմ դիմում, լինի Նիկոլը, եղել է Սերժը, նույն ընկերներիս հետ եմ գնացել տփե կամ տփե, կամ ճիշտը ջոգել, կամ սխալի համար 1000 բան արել, Քոչարյանի վախտել, Լևոնի վախտել, տո իմ մանկապարտեզ վախտնել, ոնց որ ցանկացած տղա, երբ որ զգում է խուլիգանների հետ գործ ունի, իր ընկերներով է հելնում դեմը կանգնում, հասկանում ես դու, ինչ կապ ունի երկրի ղեկավար Նովա։ Ասենք դու ու քո նմանները գիտես ոնց եք մտածում, որ գնելը միջև չի գնում Նիկոլը հաս չի ուտում, նստած իսկ գնելը մի հատ խնդալու բան ասեմ սրան ռադանենք։ Խնդալու բան ասեմ, այն Նիկոլից ու դիորը որ սաղ նկարներ էին գցես, ես թերթում եմ, նայում եմ մեր ընկերներից եմ, բան ով նկարված է հարգում է, լավ անում։ Իմիջիալոց ասեմ Տիկո, ցանկացածը դու էլ այդ թվում։ Ես եմ պետությունն եմ ստեղծում, որտեղ որ դու ունենաս ազատ քաղաքական պատկերություն, բայց դա չի նշանակում, որ դու կարաս գաս իմ եթերի տակ տուֆտ ես տղա։ Հասկացա՞ր։ Նայում եմ ալասաղ նկարներ են գցես, որը մեկ էլ մտածեցի, արա ասում եմ, ինձ այսքան կապում են, այսքան սենց կարծիք կարծրացած ունեն իմ մասին, որը հորոսորով ես Նիկոլի հետ նկար չունեմ։ Հասկա, գոնի մի հատ ունենայի ձևի համար դնեի, այդ մարդաս պատկերացումներն էլ արդարացնի, սխալ դուրս չգային էլի։ Հասկանում, այք ես բան արա։ Զրուցում ենք, ասենք որ եկար քաքի ճանջի պես ընկալ մեջտեղ։ Քաքի ճանջի պես մտալ, մխտարիր գնացիր, այդ վեճնի տենց է։ Վեճնի տենց է։ Ինչ եղավ։ Ես էլ եմ Նիկոլին ընտրել, բայց եկեղեցու դեմ դուրս գալուց հետո դուք թուրքին հավասար մարդ եք։ Թուրքը դու ես, լսի։ Ես ես մի քանի օր բացատրում եմ։ Ոչ դու, ոչ քո նման մի միլիոնը չեն կարա հիմնավորել, չեն կարա բերել բառ, օրինակ, նախադասություն, գործողություն, որտեղ հստակ կֆիքսված երևա, որ մեկը ես կամ նույն Նիկոլը Փաշինյան կամ որևիցե մեկը դուրս է եկել եկեղեցու դեմ։ Ով դուրս է եկել եկեղեցու դեմ, ես նրա մամմային մլլեմ։ Տես հրապարակային ասում եմ։ Ու եկեղեցու դեմ դուրս է եկել Կտրիչ Ներսիսյանը, ով կաթողիկոս չի,
ով երեխեք ունի, դուրրակ բան ենք ասում լսի արա, եկեղեցու դեմ դուրս են եկել են քահանա սարիկաները, ովքեր արյան կանչ են անում, եկեղեցու դեմ դուրս է եկել Աճապահյան սարիկան, ով ռազմական հեղափոխության մասին է հայտարարություն անում, եկեղեցու դեմ դուրս է եկել Բագրատ Սարգսյան կոչեցյալը, ով Աստծու հետ իր ուխտը խախտել է, հասկացար ով է եկեղեցու դեմ դուրս եկել, այ ուխտ Եսով են արա ու սրանք մեր հասարակությունն են հանդիսանում, արա մեր հանրությունն են հանդիսանում, արա այս ամեն ինչը, այս մարդիկ ինձ ճանաչում, իմ հիմնական հետևորդները, որոնց մեծ մասը վաղուց արդեն ընկերացել են ինձ հետ, ես էլ իրանց հետ։ Իրենք իմ մոտեցումներն ու սկզբունքները շատ լավ գիտեն, պիղծ աշխատում Ալկաշը Մամմատա Գայանե Սահակյան։ Լսի արա, ես ինքս դրա համար ինձ շատ լավ գիտեն, ես իմ խոսացածը ես կարամ չխոսամ, իրանք գիտեն իմ մոտեցումը։ Խոսում եմ քո պես համար, մի ժամա խոսում եմ, դու դրել ես ինչ ես գրում արա։ Դու կարաս հիմնավորես արա։ Իսլամական պետություն եք ուզում գնա, ոչմ։ Հիվանդ մարդ ինչ անես։ Իսլամական պետություն Քոչարյան Ռոբերտը դեր Սարգում եւ Սերժիկը Սարգսյան ու մենք փառք Աստծո կարողացանք հեղափոխություն անել։ Լավ է, հելար, ադբոյ։ Իսկ են Գայանեն, երբես սատկի, Գայանե ջան, երբես սատկելու գրել, հելար, արի։ Կներեք հələ ժողովուրդ ջան, մի րոպե։ Գայանե ջան, կարող է դու դոկի հետևորդներից ես, որովհետև դոկն է, նոկն է սաղիթ համոզե, որ գնելին քիչ է մնացել ապրելու, որովհետև ինչ որ ես ինչ հիվանդություններով, մեկ ասում էր սպիդ, մեկ ուրիշ բաներ ասում։ Հիվանդա ու բան չի մնացել, վերջի ստադիանա։ Ու դուք Ներսեք, ան գերեզման մնաց ցեղով հետ եք արա, հետ եք աղջիկ ջան, ձեր ցեղով հետ եք, դուք հայ ազգի հետ ինչ կապ ունեք, Կուրբան Բայրամ ով էր շնորհավորում, երկրի քաղաքական ղեկավար, դե մի հատ բան ասեմ, այ շատ, այ նոր մի քիչ ապրես Տիգրան, լսի, այս թեզն էլ է շատ տարածվում, Կուրբան Բայրամը շնորհավորել, ուրեմն դարձնում ենք մուսուլմանական երկիր, հիմա քո լոգիկայի համապատասխան, քեզ հարց եմ տալիս, Էրդողանը Երբ որ շնորհավորում էր մեզ հայերիս զատիկի կապակցությամբ։ Ինչ էր անում, Թուրքիան վերածում էր հայ առաքելական հավաքով պետության։ Հա? Հələ չշտապես պատասխանեց, մտածի, 15-20 վայրկյան մտածի։ Նայ, պետության ղեկավարները երբեմն անում են հայտարարություններ իրենց քաղաքական գործունեությունից ելնելով եւ անում են քայլեր, հարաբերություններ հաստատելու, հարգելով։ Եթե ես քեզ ասեմ, ես հարգում եմ բոլոր տեսակ հավատք ունեցող երկրներ, օրինակ քրիստոնյաներին էլ ես մուսուլմանների դեմ մուսուլման լինելու համար բան ունեմ, դու բան ունես, հա? Ինձ համար կարևոր է մարդը հավատք ունի թե չէ։ Անկամ չլինելու պարագայում էլ ես մի քիչ մտածում եմ։ Ինչ կապ ունի։ Բայց Կուրբան Բայրամն է շնորհավորում, որովհետև դրանից առաջ Հայաստանը շնորհավորանք էր ստացել զատիկի կապակցությամբ։ Թե դրա մասին Սաթիկ Նյուզը ականջներ հետ ոչ մի բան չի մտածել Տիգրան ջան։ Ժողովուրդ ջան, կներեք Տիգրան եմ ասում, բայց այս թեզերը տարածված են։ Կուրբան Բայրամ շնորհավորելով քֆուր եք տվել Եռաբլուր պարկաս տղեկ։ Արա Տիգրան ջան, դու հիվանդ մարդ ես ապեր։ Հիվանդ մարդ ես։ Դու գիտես որ Եռաբլուրում մի հատ էլ մուսուլմանի գերեզման կա։ Ասեմ ավելին։ Եզդիները օրինակ քրիստոնյա չեն։ Իսկ Եռաբլուրում շատ եզդիներ կան։ Դու խնդիր ունես հավատքի հետ կապված։ Ունես այդ խնդիրը թե չունես։ Կուրբան Բայրամը դա հավատքի հետ կապված տոն է։ Մուսուլման աշխարհում, ոչ թե թուրքերի մոտ։ Մուսուլման աշխարհում։ Եվ այո, քաղաքական ղեկավարը, ելնելով քաղաքական ռազմավարական ծրագրերից, ունի իմունիտետ, անելու հայտարարություններ, որոնք տակ կարող է տեսնել հաշվարկ, ինչի շնորհիվ կարա ինչ-որ բան լավ լինի։ Ընդ որում քեզ ասեցի, իսկ Եռաբլուրի հետ կապված դու սուս, տրուս, սուս, հասկացար։ Ու քո այդ չէ կաթողիկոսը, այդ բանը, Կտրիշ Ներսիսյանը, երբ որ 44 Սորիա պատերազմից հետոյի առաջվա տարում իր սեփական թռչնաբուծարանի ձբերն էր թանկացնում, որովհետև առաջի զատիկներու գիտեր լավ թիվ կբռնի։ Դու ոնց որ իրան թուրք չես որակել հերիք չի։ Հիմա էլ իմ նրա գործողության համար որակումները ներկայացնում ես որպես եկեղեցու դեմ գրող։ Հասկանում ես որտեղ է քո ուղեղը։ Ոչինչ որտեղ է։ Ոչինչ։ Ես պատրաստ եմ համբերատարությամբ
քեզ քո նման իմ հայրենակիցներին երկար բացատրել, որովհետև ես կայֆ չեմ բռնում, երբ որ դուք չգիտեք։ Ընդհակառակը, դա վնաս է իմ պետությանը։ Չիմացությունը, աղքատ մտածելակերպով հասարակությունը ու քեզ է թվում, Տիգրան, շատ հեշտությամբ կարող են վերբով կանել որպես օգտակար ապուշի, օգտագործել իմ պետության դեմ դրսի ուժերը, հասկանում ես։ Դրա համար ես քեզ ու քո նմաններին փորձում եմ ոչ թե վանել կամ բլոկել, ճիշտ հակառակ, հրավիրում եմ զրուցելու, օրինակ վաղը 2-ից հետո լինելու եմ գրասենյակ, կներես 3-ից հետո մի ժամ ուշ եմ մտնելու գրասենյակ։ Գրասենյակը Սեբաստիան 37 դրոպինգ հասցեում է, համեցի սրճենք։ Ոչինչ որ sense վառի ձևի սկսեցի դու խոսակցում ես, ես քեզ կարամ ներեմ դրա համար։ Հասկանում ես, համեցի սրճենք, զրուցենք, որ դու սկսես հասկանալ։ Ինձ կարևոր է դա, որպես քաղաքացու, ինձ կարևոր է դա։ Թե չէ որ վաղը հանգարցելի պատերազմ եղավ, ես դա գնալու եմ, դու չգիտեմ։ Պիտի մենք հասկանանք, մենք կարում ենք իրար ճիշտ հասկանանք ու վստահենք, թեթև թիկունք կանենք, թե չենք կարում։ Թե քեզ կարող է արդեն վերբով կարած լինել ու որպես օգտակար ապուշ բերած դրած լինել իմ կողքը։ Օգտակար ապուշ ես անձնական վիրավորանք որպես չեմ ասում, դա տերմին է։ Ինչի համար դա բլոկեմ, դու քեզ հիմա բլոկում ես եղբայր։ Դու ինքդ քեզ արդեն բլոկել ես։ Արդեն բլոկել ես։ Քանի որ ես այսքան մանրամասն ասեցի, ու դու միևնույնն է, քո էշը որցա կապրոնից օրնել 5 լիտր կաթ է տալիս, դու արդեն դրանով քեզ բլոկել ես։ Դու պատրաստ չես լսել կարծիքներ ու մտածել դրանց շուրջ։ Դու բլոկված ես։ Այդ հեչ պարտադիր չի որ ստեղով անը։ Բայց մի բան, ինչ ուզում ես գրի, հանգարց էլ կֆուր չօգտագործես։ Լավ։ Հիմա ծիծաղալու բաներ եմ ասում։ Մի նայ գնա YouTube-ը, Facebook-ը լիքն է շատ հետաքրքիր կոնտենտներով գնա նայ եղբայր։ Գնա։ Բայց այդտեղ կֆուր հանգարց չօգտագործես։ Շատ կեղտոտ բան կստացվի։ Չեմ ուզում։ Իսկապես չեմ ուզում, դա լավ բան չի։ Լավ է, ստեսություն։ Դու արդեն եղել ես։ Ինձ որով կա ոչ մեկ չի կարել։ Դու արդեն եղել ես։ Այ դրա համար ես քեզ գիտես ինչ խորհուրդ կտամ։ Ու մենակ քեզ չէ։ Կարա հավաքվեք քո նման մտածողներով, որը նորմալ է, դարձյալ դա ինչ անես։ Մի հետ է եղել երկիրը, անկիրք մեծացել ենք։ Ու հիմա էլ հավես չենք անում երբեմն գրքեր կարդալ, ուսումնասիրել ուղեղներս մարզել։ Ոչինչ։ Ես մի հատ խորհուրդ տամ։ Այս արտահայտությունը որ ասում ես, ինձ վերբով կա ոչ ոք չի կարա անի։ Ես վաղվա եթերս կնվիրեմ այ հենց այդ նմանատիպ նախադասությանն ու մտածելակերպին։ Ու դու կտեսնես, որ արդեն շատ շուտով աշխարհում չի լինելու մեկը, որ վստահ կարողանա ասի, թե ինքը ինֆորմացիա է ստանում։ Մնացածը բարդ է քո պարագայում խորելը, բայց ոչինչ, փորձի, 1 չի ստացվի, 2 չի ստացվի, ինչ որ մի օր կստացվի, ոչ մեկի մոտ վրաս չի լինում, հասկացանք իրար։ Այսպես ժողովուրդ ջան, այդ վերբով կանողն էլ չի գալու քեզ ասի արի $500 տամ գնա պոստը ծախի։ Չէ, այդպես չեն անում հանգիստերի։ Շատ դեպքերում մի կոպեկի երես չես տնում, ոչ էլ փողից խոսացող է ալնում, ոչ էլ առհասարակ դու քո այդ ուղիղ բան են խոսում։ Դա այդպես գնում է հենց այն ինֆորբուլինգով, որին որ դու ենթարկված ես, ընկեր ջան։ Շնորհակալություն ժողովուրդ ջան եթերը դիտելու տարածելու համար, ներողություն վերջի հատվածը։ Հիմա մեր քաղաքացին է, դա կպատահի։ Ամենավատն է այս ամեն ինչի մեջ, որ հասարակության որոշ շերտ, այո, ունի նման մտածելակերպ, պետք է շփվենք, զրուցենք։ Տիգրան ջան, կներես չէ, որ էլ չեմ նայում քո կոմենտները, որովհետև այստեղ մարդիկ էլի են կոմենտներ գրում, ես ոչ մեկին դեռ այսքան երկար չի պաշտպանել։ Գնել կարգալուց անելու process-ը չասեցիր։ Կներես Հայկ ջան, չեմ հասկանում խոսքը ինչի մասին է, բայց ոչինչ։ Դու գրի, ես հետո կնայեմ, եթե 100% sense կանոններին տիրապետեմ կասեմ, բայց եթե չէ կասեմ, որ ճշտեմ նոր կասեմ, չգիտեմ։ Լավ եղեք ժողովուրդ ջան, հանդիպենք, խնդրում եմ Տիգրանին անձնական վիրավորանքներով չգրեք, չպատասխանեք, մարդը լցված է, ոչինչ, քիչ խելքի կգա։ Նայենք ուշ չլինի, իսկ եթե վիրավորանքներով պատասխանենք, ինքը ավելի կբլոկվի, տեղից շատ է բլոկված։ Բարի գիշեր ձեզ, մերսի եթերը միշտ դիտելու ու տարածելու համար։